Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հաղորդումը սկսեմ Լևոն Հաղվերդյանի հետևյալ խոսքերով։ Համազգային դեմք է Սոս Սարգսյանը։ Հայ ժողովրդի հավաքական ուժի զինվորն է եւ արվեստով, եւ խոսքով, եւ գրչով, ու վարքով, եւ գործով։ Այդպիսի մարդ է Սոս Սարգսյանը, մեր Սոսը։ Ժողովրդի մարդ, արվեստի մարդ, արդար ու արդարամիտ մարդ, արդարության տառապանքի ու մակարման մարդ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Սոս Սարգսյանին։ Մեր հաղորդման հյուրերն են արձակագիր Վանուշ Շերմազանյանը եւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Բարեկալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Սոս Սարգսյանի կյանքին եւ գործունեությանը, կշարունակենք մեր հաղորդումը։ Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948-ից 54 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-ից 91 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1989-ից 91 թվականներին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1991 թվականին հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-ից 2006 թվականներին եղել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր։ 2006 թվականից ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ։ Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին։ Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում։ Հայաստանի եւ Խորհրդային Միության ժողովրդական արտիստ է։ 2003 թվականին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Համազգային թատրոնին տրվել է պետական կարգավիճակ։ 2015-ին թատրոնն անվանվել է Սոս Սարգսյանի անունով։ Թատրոնում կերպավորել է բազմաթիվ մեծարժեք դերեր։ Նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում։ Նվագախմբի տղաները, Եռանկյունի, Մենք ենք մեր սարերը, Հեղնար աղբյուր, Խաթաբալա, Նահապետ, Ձորիմիրո, Գիքոր։ Կարդացել է Մատենադարան հեռուստաֆիլմի տեքստը։ Գեղարվեստական գրքերի եւ հուշերի հեղինակ է։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք մեդալներով։ Երևանի պատվավոր քաղաքացի էր։ Երևանում կանգնեցվել է հուշատախտակ, Ստեփանավանում հուշարձան։ Պարոն Շերմազանյան, դուք որպես վարպետի Սոս Սարգսյանի երկար տարիների ամենից մոտիկ ընկերներից մեկը, որպես նրա այդ հաճախակի շփված եւ մերձավոր բարեկամ անձնավորություն, մեր հեռուստադիտողներին խնդրում եմ ներկայացրեք Սոս Սարգսյանին որպես հայ, որպես մարդ։ Ութսունականներից սկսած Սոսի հետ հանդիպել ենք եւ Սոս Սարգսյանի հետ եւ մեր մնացյալ մեծերի հետ նույնպես իր մեծության մեծերի հետ շփվել եմ, դա Հրանտ Նեղել Մաթեոսյան, Տիգրան Նեղել Մանսուրյան, Արտուրը Փելեշյան, Արտավաստ եւ յուրաքանչյուրը տարբերվել է իր մոտեցմամբ մեր հայրենիքին եւ Սոսի մեջ նստած էր հայը իր տեսակով ինքը չեմ ասում գերազանցում էր մնացածին, բայց ավելի ցայտուն էր իր մոտ այդ ամենը եւ նամանավանդ վերջին ասենք մեր 27 տարիների ընթացքում նա անտարբեր ոչ մի հարցի նկատմամբ չի եղել։ Դեպքերի բերումով ես նրան հանդիպել եմ 88 թվականի փետրվարի 20-ի երեկոյան Մոսկվայի Մոսֆիլմսկի հյուրանոցում եւ ինքն անհանգիստ էր, ասում այսպեսի բան ասավ, զանգահարեցի, ասին բան այնտեղ ժողովրդացել է, բա մեր Սոսը ուր են։ Այսինքն նա ժողովրդական էր բառից բուն իմաստով եւ նրա մեջ դերասան չկար, ինքը Դա պատճառով էլ համաժողովրդական սիրո էր արժանացել։ Այո, ինքը իսկապես հենց այդ ինչպեսին կար, այնպես էլ ինքը իր դերերը խաղում էր եւ հայ մարդու դեր էր խաղում։ Ավելի մեծ հայ դերասան այդ առումով ես չեմ տեսել, որովհետեւ կեղծավորություն ոչինչ չկար։ Ձայնը փոխել, ինչպես կյանքում էր, այնպես է բեմում էր ինքը եւ կինոյում։ Շնորհակալություն։ Ձեր պատասխանը լրացնեմ Սոս Սարգսյանի հետևյալ խոսքերով։ Նա ասում էր. «Իմ կարծիքով ամենակարևորը, որ պայմանները մարդուն չփոխեն, որ մարդը կարողանա բոլոր պարագաներում մնալ այն, ինչ որ ինքը կա»։ Պարոն Մկրտչյան, Սոս Սարգսյանին ներկայացրեք որպես հայ բեմի նահապետ։ Գաղտնիք չէ, որ նրա խաղացած դերերը թե թատրոնում եւ թե
այդ ֆիլմերում ունեցել են եւ ունեն եւ իհարկե հուսով ենք կունենան դաստիարակչական մեծ արժեք։ Իհարկե Սոս Սարգսյանը առավելապես ընկալված է մեր հանրության մեջ որպես կինո դերասան եւ կինո կերպարներն են առավել հայտնի։ Դե կինոն ավելի զանգվածային ներկայացման ձևի։ Բնական է, բայց պիտի ասեմ որպես դերասանական արվեստի դրսևորումներ Սոս Սարգսյանն իր կենսագրության մեջ ունեցել է համաշխարհային մակարդակի կերպարներ։ Ես չեմ վախենա ասել Ջոն Արքայի մասին, ես չեմ վախենա խոսել նրա Իագոյի մասին, ինչու՞ չէ Սանիտայի Թաղապետի մասին, նրա լիրի մասին, եւ այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։ Մինչև Մացակապերը, որը հայ կերպար էր, բայց համաշխարհային կատարման որակ ուներ։ Այսինքն առանց չափազանցության իրավամբ նրանք կարող ենք նաև համաշխարհային այդ դերասանական արվեստի կտրված։ Եվ շատ հաճախ, երբ որ ասվում է խոսք է գնում Սոս Սարգսյանի մասին, մարդիկ առաջին բանը, որ ասում են, Նահապետ եւ Ձորի Միրոն է։ Եվ սա շատ բնական է։ Սա ինչ որտեղ խանգարում է նաև իմանալ ավելին Սոս Սարգսյանի մասին։ Բայց բոլոր դեպքերում դրանք իրենց արժեքով այնքան ծանրակշիռ են, այնքան զորեղ են, այնքան մաքուր են, որ կարողացել են այդ չափ մտնել ամենքի մտքի մեջ եւ սրտի մեջ, հոգու մեջ եւ կարողացել են, եթե մարդիկ ընկալում են Սոս Սարգսյանին այդպես, ուրեմն դա այդ կերպարները շատ բան են ասում, բայց ես կուզեի, որ սրանց կողքին չմոռացվեին նաեւ այլ կերպարներ։ Եվ գիտեք, Սոս Սարգսյանը շատ հաճախ էր իր թե դասախոսությունների մեջ, թե դերասանների հետ աշխատանքի ընթացքում գնում դեպի համաշխարհային կատարումները։ Նա չէր սահմանափակվում զուտ ազգային կերպարով կամ տեղային մեկնություններով, նա անverջ հղկում էր իր մասնագիտությունը։ Նույնիսկ արվեստը համաշխարհային մակարդակ էր բարձր։ Այո, ես շատ հաճախ գնում էի թատրոն, դրանք լինում էին առավոտյան, երբ Սոս Սարգսյանը գալիս էր միայնակ եւ բարձրաձայն կարդում էր Նարեկացի։ Սա ուղղակի լսել էր պետք։ Սա լսել էր պետք եւ տեսնեիք թե ինչպես էր արդեն 80-ամյա այդ վիթխարի այդ գիգանտը ես չեմ կարող ասել, դա ասմունք է, դա արտասանություն է, դա ընթերցում է, դա աղոթք, դժվար է գտնել այդ բառը, թե դա ինչ էր, որովհետև ինքը կարծում էր, որ միայնակ է, ոչ ոք իրան չի լսում եւ ինքը այսպես հրաբուխի նման, այսպես դուրս էր գալիս ինքն իրենից, այո, շատ մեծ հարց է, ով, ինչպես եւ երբ պիտի այս բացը լրացնի, որակական առումով, գիտեք, ոչ թե հանրաճանաչության առումով, այսօր բոլորն էլ հանրաճանաչ են, որակական առումով։ Հուսան գոնե մի քանի տասնամյակ հետո այդ բացը անպայման հայ բեմում, հայ բեմարվեստում Ես շատ լիահույս եմ, որ իր աշակերտները պիտի լրացնեն։ Պարզ Շերմազանյան, Սոս Սարգսյանը ոչ միայն մեր հանրության համար այդ նշանավոր լեգենդար դերասան էր, այլև աչքի ընկավ իր ազգային, հասարակական, քաղաքական գործունեությամբ։ Նրան կարող ենք նաև համարել հասարակական, քաղաքական գործիչ։ Ոչ թե կարող ենք, այլ իսկապես հենց այդպիսին էր կար եւ ցայտուն հասարակական գործիչ էր։ 80-ականների կեսերից հետո, երբ որ Լեհաստանում սկսվեց իրենց ազգային շարժումը, Սոլիդարնոստը, աշխարհարչակ կինոռեժիսոր կար, Անջե Վայդա։ Ագանյոյ ամսագրում Վիտալի Կարոտիչի հետ հարցազրույցի ժամանակ ասել են, բա ինչու ես թողել կինոն, էլի։ Վերջապես դու քո ազգը եւ աշխարհը քեզ որպես կինոռեժիսոր է ճանաչում։ Այսպեսի բան էր, հետաքրքիր բան էր ասել ինքը, որ եթե իմ երկրում անհանգստություն կա, ես չեմ կարող անտարբեր լինել դրան։ Ես թողել եմ իմ տեսախցիկը, թողել եմ այդ ամեն ինչը, եւ որ հանգիստ կլինի որ կվերադառնամ։ Հիմա 88 թվականից հետո Սոս Սարգսյանին ես սկզբից տեսել եմ Մոսկվայում, հետո այստեղ ինքը հիմնադրամ ստեղծեց, այն ինչ որ դուք թվարկեցիք, որ գրիչ այլն եւ այլն, բայց նրա հիմնադրամով բացի այն, որ Արցախում տներ են կառուցվել կամ մարդիկ, ասենք,
հնարավորություն են ստացել, ասենք 2 կով 10 ոչխար, ես այսքան հողամաս մշակելու բան, այդ Սոս Սարգսյանի հիմնադրամից է նրանց տրվել եւ այսօր արդեն գաղտնիք չէ, որ նաեւ նա զենք է մատակարարել այնտեղ։ Այսինքն Աջեյ Վայդայի նման Սոս Սարգսյանը պես իր բեմական գործունեությունը մի կողմ թողեց եւ ավելի շատ ժամանակ տրամադրեց իր ազգային եւ նաեւ մի մոռացեք որ խոսեմ ժողովրդների համագումարը երբ որ սկսվեց 89 թվականին Սոս Սարգսյանը պատգամավոր էր եւ շատ հարցերի համար ինքը այնտեղ պարզապես իհարկե ես տեսել եմ այդ օրերին Մոսկվայում եմ եղել տեսել եմ այն անհանգստությունը որ կա նամանավանդ իր մեջ եւ մեր անզորությունը այդ արելի պետության դեմ բայց մեկ է երբ որ պահը գալիս էր որ պետք է ինքը խոսք ասեր երբեք չի խուսափել, ի տարբերություն շատերի։ Մենք 53 падգամավոր Հայաստանից ունենք 5 падգամավոր Արցախից եւ եւս 2 հայ падգամավոր ԽՍՀՄ-ից։ Բայց Սոս Սարգսյանը մեր հոգու ձայնը, մեր ցավի ձայնը միշտ բարձրացել է, ավելին ասեմ, եւ որ ինչ որ գործիչ նամանավանդ ասենք մեր ողերի հարևաններից ինչ որ բան եթե հրապարակավ ասել է միակ մարդը որ պատասխանել է գրչով դա Սոս Սարգսյանն է եղել ասենք այսպիսի վերնագրով էլի պայմանական որ պատասխանի ադրբեջանցի մտավորական բարեկամին այսպես ասինքն նրա հրացանը միշտ փամփուշտ ունեցել է եւ ճիշտ ժամանակին կրակել եւ ճիշտ հասցեով այո Ձեր կրկին ձեր խոսքին որպես լրացում Սոս Սարգսյանի հետևյալ խոսքերը մեջ բերեմ, որը արդիական նշանակություն ունի, նա ասում էր, որ նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկ ամենաբութը կրկնում ենք հավիցան, աշխարհի դաժան թող բոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում աղերսելով։ Հուսանք, որ Սոս Սարգսյանի այս խոսքերը նաև դաստիարակչական կլինեն եւ դաս կլինեն։ Այս հարցին հավելեմ, չպիտի մոռանանք, որ 91 թվականին նախագահական ընտրություններում Սոսը տեխնացու էր եւ մայր չգիտեմ, ցավոք չընտրվեց, թե ճիշտ էր, որ չընտրվեց, բայց իր Վարդանը պիտի հիշի իր 70-ամյակին, կարծեմ Սունդուկյանի բեմում երկրորդ նախագահը հարցել ասել նախագահը ասել է նա բազմել է բան ինչ պիտի ավելացնել ավելին ինքը հետաքրքիր պատասխան է տվել, ասում եմ մի բան գիտեմ, չգիտեմ ինչ որ բան կավելացնեի թե չէ, բայց բարոյականությունը այսպիսի նահանջ երբեք չի ունենա իմ նախագահության օրոք։ Ես կուզեի ձեր երբ որ դուք մեջբերում արեցիք Սոս Սարգսյանից, կուզեի մի բան ասել։ Այդ տեսեք, այդ միտքը իր մեջ պատահական չի առաջացել։ Եվ պատահական չի, որ ինքը միշտ ոգեղեն է եղել, առհասարակ, շատ ուժեղ եւ ակտիվ է եղել։ Եվ Ձորի Միրոն դա առաջին հայկական ֆիլմն է, որտեղ ցեղասպանությունից խուսափողը զենք է վերցնում եւ պայքարի է դուրս գալիս ակնհայտ։ Այսինքն ինքը այս միտքը ասելուց տասնյակ տարիներ առաջ արդեն այդ կերպարը ստեղծել էր հայի պայքարող, կռվող եւ ուժեղ կերպարը, ոչ թե խեղճացած եւ խեղճության ճանապարհով քայլող։ Եվ դա էություն էր, մարդկային տեսակ։ Պարոն Մկրտչյան, ձեր նախորդ խոսքում անդրադարձակ Սոս Սարգսյանի կողմից Նարեկացու ասմունքին։ Խնդրում եմ նրան որպես ասմունքող ներկայացրեք։ Հավանաբար մեր երիտասարդ սերունդը չի հիշում, չգիտեմ էլ չեմ հիշում ինքս վերջին անգամ երբ է հերոստայի եթերից ցուցադրվել։ Սերունդը մեղավորություն չունի։ Մատենադարան, մասնավորապես հերոստացույցը պիտի ցույց տա։ Մատենադարան ֆիլմաշարը Գիտեք, եւ Մատենադարանը, եւ Նարեկացին, ինչու՞ չէ փայլուն թումանյանական շարքեր, փայլուն։ Դրանք իհարկե մեծ մասնագիտության դերասանական արվեստի միջուկն է, այսինքն ասմունքը կամ խոսքի ձայնագրումը։ Նրա ձայնը արդեն ինքնին գերող էր։ Դե նրա ձայնը դա բնության, այսպես ասենք, բնությունը կա Աստված շռայլ էին գտնվել։ Կարծեմ փոքր պատանի հասակից նրան հայկական Լևիտան են, չէ՞, այո, պարզապես Լևիտանը մնաց ավելի այդպես հերոստա հաղորդող կամ հաղորդավար։ Սոս Սարգսյանը կարողացավ իր ձայնով
մտնել հոգիների մեջ մարդկանց շատ էմոցիոնալ կարողացավ դա անել եւ ուրեմն մեծ մասնագիտության մի ճյուղն է բայց լսելով այդ ձայնագրությունները ինչ ասեմ իբրև մասնագետ ասեմ թե իբրև հայ ասեմ իբրև մասնագետ եթե ասեմ շնչահեղձ ես լինում այսինքն սա կարելի է տարբեր մասնագիտությունների վրա օրինակ բերել բայց եթե դերասանը կարողանում է առանց խաղային պայմանների կարողանում է այնպիսի տրամադրություն ստեղծել, որ լսողը իր ռիթմիկայով շարժվի, իրպես զգա, իրպես սիրտը բաբախի, սա հաճախ չի լինում։ Եվ դա ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօրվա տեխնիկայով արված բաներ չեն։ Այն ժամանակ այսպես չէին մի կտոր ձայնագրում, մի բառ կամ մի տառ, հետո այնտեղ տեխնիկական աշխատողը նստած կպցներ եւ ասեն՝ «Վայ, տեսեք, ես ինչ փայլուն աստղա»։ Չէ, այնտեղ այն ժամանակ այդպիսի բաներ չկար։ Եվ ինքը երբեք ստոպներով չէր աշխատում։ Մեզ հետ էլ ստոպներով չէր աշխատում, հատվածային չէր աշխատում։ Նա մեծ կտորներով էր աշխատում։ Երևի տեխնիկայի զարգացումն հանգեցրեց նրան, որ Սոս Սարգսյաններ չկան։ Գուցե։ Պարոն Շերմազանյան, Սոս Սարգսյանը առավել արդեն նշեցի հայտնի է որպես դերասան, սակայն նա նաև մի շարք գրքերի հեղինակ է, այսինքն հանդես է եկել որպես գրող, ստեղծագործող, գեղարվեստական գործերի ակնարկների եւ հուշերի հեղինակ։ Ինքն է արձակագիր եք եւ նրա գրական ժառանգությանը քաջատեղյակ մեր հայրենակիցներին Սոս Սարգսյանին որպես գրող խնդրում եմ ներկայացնել։ Այս պարագայում պիտի ասեմ, որ իր գրիչը իր սրտի մեջ էր ինքը թաթախում եւ այն ինչ որ ինքը թողեց մեզ որպես գրականություն, որովհետեւ դա գրականություն է։ Եվ հուշագրությունը եւ ասենք այն ինչ որ ինքը ասենք լակոտը վիպակը կամ ասենք վարագուրի ցանկում եւ հուշագրությունը նամանավանդ այն մարդկանց մասին ում հետ որ ինքը շփվել է մի ամբողջ մեծ ցանկ է Հրաչյա Ներսիսյանից սկսած եւ մինչեւ մեր օրերն ասենք Ֆրունզիկ Մկրտչյան Խորեն Աբրահամյան նամանավանդ ես շատ հրաշալի ինքը տողերին Հրանտ Մաթեոսյանի մասին Հրանտ Մաթեոսյանի 70-ամյակին ազգային գրադարանում եւ որ Հրանտ Մաթեոսյանի գրքերն էին ցուցատախտակում դրված ամենաշատ մեջբերումները Սոս Սարգսյանից էր ասված որպես Հրանտ եւ ինքը Հրանտին շատ էր սիրում ու գնահատում եւ ասում էր մենք Հրանտ Մաթեոսյանի գրականությանը արժանի զավակն ենք եւ հիմա ես ասում եմ Սոս Սարգսյանի թողած գրական ժառանգությանը նաեւ արժանելու ենք այնտեղ ինքը հրաշալի կտորներ ունի իր եւ Անդրեյ Տարկովսկու ընկերությունից եւ իմիջիալոց ես պիտի նշեմ որ այն ինչ որ մենք այսօր թատրոնից եւ հայ թատրոնից եւ կինոյից նշում ենք ինքը նաեւ Տարկովսկու մոտ է խաղացել եւ համաշխարհային դերակատարում է այնտեղ ստալկերում իր խաղացածը եւ դրան պիտի ավելացնեմ նաեւ որ թեման այդպեսին է ինքը շատ է ցանկացել խաղալ Էդիր Խոստովանությունն է Հրանտ Մաթեոսյանի սցենարով Հենրիկ Մալյանի Տերը ֆիլմում ասում էր խորիկ իմ ընկերն է բայց Տեր չի Տեր չի խորիկներ եմ ասել եւ երկրորդ ֆիլմը որ իրեն առաջարկել էր Անրի Վերնոյը դեր Փարիզում իրենց եղած ժամանակ հայկական արվեստի 10-օրյակում դա Մայրիկ ֆիլմում Հայրիկի հոր դերն է որը հետո Օմար Շարիֆը խաղաց եւ բարձրապես այդտեղ զուտ քաղաքական խնդիր եղել եւ կենտրոնական կոմիտեն կուսակցության կոմունիստական չի թույլատրել եւ այդ երկու բանն ինքը շատ ծանր էր տանում նամանավանդ եւ որ Անրի Վերնոյի 90-ամյակը ոսկե ծիրանի շրջանակներում նշում էր եւ այդ ֆիլմը բերելու Կլավդիա Կարդինալն էր եւ Պատրիկը Մալաքյան ներկային Սոսը կեսից դուրս եկա բարձրապես ինձ թվաց ինչ որ մեջը ցավ կար իսկապես ասել ես այդպես չէի խաղա եւ իր ընկալումները ես դա այդպես եմ ընդունում եւ իր գրքերը մայս ասել ուրիշ է արաբը խաղալ ուրիշ էր այնտեղ առաջի գիրքը եթե չեմ սխալվում որ վարագուրի տանկում էր հետո այնտեղ ունենք մենք ընդհատված ժամանակ կանչը ոտնամանները եւ ոտնամանները որ վերջին իր փոքրիկ գրքույկն էին եւ այդ եւ որ ինքը հիվանդանոցում իր
հավերժի ճանապարհը բռնելու տարած նայրի կենտրոնում պարկած էր, այդ գիշեր իր ծննդյան գիշերը լույս տեսավ գիրքը եւ բժշկական աշխատողները փոքրիկ սուրպրիզ ունեն բանով փոքրիկ տորթով եւ մոմերով եւ հետո դες գիրքը հասցրեց իրեն ինքը այդ բոլորը նվիրեց ու զուտ ընկերական ասի ամենալավ ծնունդը որտեղ եք նշել որ հիշում եք մինչև այդ օր ինքը ասում էր Քոչինյանն արդեն չէր աշխատում Անտոնը Սոչի ենք միասին գնացել այնտեղ ենք նշել մաս խուլիգանի քեֆարին իսկ այդտեղ արդեն շրջապատված է կարելի ասել իր թորնիկներով ասավ Այս մեկը ես շատ երկար կհիշեմ, ու ոտնամանները իր հիշողություններն էին պատերազմի ժամանակ, եւ որ ինքը փոքր տղա եղել եւ հոր կոշիկներն է հագե գնացել, բայց դա այնպես է, որ առանց արդյունքի, առանց զգացմունք չես, բայց պիտի կարդալ, իր գրքերը պիտի կարդալ, ես կխնդրեի մեր հերթատիտողներին վերջի ժողովածույցը բերելով ես բերել եմ Սասոս Սարգսյանին, այս առաջի հրատարակությունն է գրքի, երկրորդը Կանչն է, այո, Edit Print-ն է հրատարակել Մկրտիչը եւ երկրորդ անգամ գիրք հրատարակվել է արդեն Ռուդոլֆ Խաչատրյանի նկարած պատկերով ավելի հետաքրքիր դա 80-ական թվերի գործ է, բայց սա պիտի կարդալ Սոսի գրականության մասին առանց կարդալու խոսել մարդու հետ ով որ օգտվելով այս հնարավորությունից ես ասում եմ Edit Print հայնակիցներին մանավանդ երիտասարդներին Edit Print կանչ Եվ երևի թե ժամանակն է որ նորից Վարդան մենք անդրադառնանք սրան եւ փորձենք նորից հրատարակել, որովհետեւ ամեն հայտ տան պիտի Սոս Սարգսյանի կանչը լինի։ Պարոն Մկրտչյան, Սոս Սարգսյանը ուսուցիչ է եւ թողել է իրավի հասկացավար ժառանգություն։ Առաջներթին դա իհարկե իր խաղացած դերերն են թատրոնի բեմում եւ կինոյում, սակայն խնդրում եմ այդ ժառանգության մեջ ներկայացրեք համազգային թատրոնը, դա երևի նրա արվեստի ոլորտում երևի վերջին մանուկներ, վերջին զավակներ, որ ունեցավ։ Ինչպես քիչ առաջ խոսքում նշեց պարոն Շերմազանյանը, Սոս Սարգսյանը իր էությամբ տեր էր։ Տեր։ Դա էություն էր։ Հետաքրքրվել բոլորով, հոգ տանել բոլորի մասին, ցավ զգալ, ուրախանալ, խնդալ, տխրել, դա իր այսպես էության մեջ էր։ Եվ ես իսկապես շատ եմ ափսոսում, որ նա հատկապես տերը չխաղաց, բայց խաղաց կյանքում, ապրեց այդպես, ապրեց այդ մտածողությամբ։ Հաճախ էր ասում, իմ զավակն է համազգային թատրոնը, որը ես անվանում եմ Սոս Սարգսյանի դերասանական դպրոց։ Շատ հաճախ կա այդ հարցը տալիս էին մարդիկ ժամանակին, Փառք Աստծո համազգային թատրոնը իր կենսագործունեությամբ փակեց այդ հարցի պատասխանը։ Հարցը հետևյալն էր, որ Երևանում եւ Հայաստանում այդքան թատրոններ կան, ել ինչի է պետք մի թատրոն ավել։ Պետք էր Սոս Սարգսյանի դերասանական դպրոցը, որը ինքն էր ստեղծել, դա իր արվեստի կենթանի հետքն է, առանց չափազանցության։ Այնտեղ թատրոնում ստեղծագործող մարդկանց 90-95%-ը իր արվեստանոցով անցած մարդիկ են։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նրա հետ շփվել են, բեմադրություններ են արել այդ մարդկանց հետ, եւ ուրեմն հենց այս մարդիկ են, որ պետք է այդ կենթանի հետքը շարունակեն։ Եվ երբ որ վարպետը կամք արտահայտեց, որ թատրոնը ես ղեկավարեմ, մի հետաքրքիր բան ասաց, այն ժամանակ ես դեռ 27 տարեկան էի, ասաց, դու քանի տարեկան ես, ասեցի 27, ասեց ես էլ 80 եմ, որ երկու տղամարդու այդ տարիքը գումարենք իրար բաժանենք երկուսի, նորմալ տղամարդու տարիք ալենում։ Եվ այդ օրը մենք մոտ մի 4-5 ժամ խոսել ենք իրար հետ եւ չենք հասկացել ինչպես է ժամանակը անցել։ Գրեթե ամեն ինչի մասին ենք խոսել, գրեթե, բայց այդ խոսակցության առանցքը եւ այն կարմիր գիծը, որը նա ուզում էր իմ մեջ շատ հաստատ տեսնել, դա այն էր, որ այս թատրոնին պետք է տեր կանգնես եւ պետք է շատ առաջ տանես դեպի այն ասպարեզը, որ թատրոնը դառնա հայկական թատրոնը ներկայանալի դարձնող մի
թատերական խումբ համաշխարհային թատերական ասպարեզում։ Սա մեր հիմնական նպատակն էր եւ գաղափարը, որ մենք դրել ենք համազգային թատրոնի մեջ եւ ես տեսնում եմ այդ ճանապարհը, որովհետեւ մեր դերասանները, մեր ստեղծագործական կազմը շատ օժտված կազմ են։ Իհարկե բոլորս էլ հուսանք, որ Սոս Սարգսյանի հիմնած համազգային թատրոնը նրա ավանդները շնորհիվ իր աշակերտների հետայսու նույնպես ավելի կբարգավաճի եւ իրենց ուսուցչի պատգամներին հավատարիմ կմնան։ Գիտեք, ես շատ ներողություն եմ խնդրում, մի փոքր բան անպայման կուզեի ասել այս պահին։ Թատրոնում երևի չկա մեկը, որը չի կարոտում Սոս Սարգսյանին։ Եվ ես կարծում եմ, որ դա Սոս Սարգսյանը ընդհանուր առմամբ երջանիկ մարդ է, որ ունենալով թե անձնական հաջողություններ մասնագիտության մեջ, դա փառքի բոլոր բարձունքներին հասած մարդ է, հասարակական գործունեության մեջ, այսինքն ամեն ինչ տեսել, ամեն ինչի միջով անցել է եւ միևնույն ժամանակ թողել է կենթանի հետ, որն իրեն անվերապահորեն սիրում, կարոտում եւ ընդունում է։ Սա կարծում եմ երջանկության են վերջին շտրիխն է, որ մարդ կարող է ունենալ իր կյանքում։ Բոլորս պիտի ամեն ինչ անենք, որ այդ թատրոնի շենքը կայանա։ Այդ աշինիլ դենք այդ շենքն էլի։ Դե հուսանք այդ թատրոնի շենք անպայման կավարտվի եւ Արարատ հեռուստաընկերությունը առաջների թվում նաեւ այդ ավետիսը մեր ժողովրդին կներկայացնի։ Ես պիտի ասեմ, որ թատրոնի շենքի հետ կապված բավական դրական տեղաշարժ կա եւ կարծում եմ այդ լուրը նաեւ ձեր հեռուստաընկերությամբ շատ չի ուշանա։ Փառք Աստծո։ Ավակ ջան, ամենակարևորը Սոս Սարգսյանը ստանդարտից դուրս մարդ էր, թող ես մի հաղորդումն էլ ստանդարտից դուրս է։ Ինքը այն տեսակն է, իսկապես ինչ առումով, որ եթե երկրում մի ինչ-որ վատ բան է կատարվում կամ երկրի հետ դրսից ինչ-որ ուժեր անտարբեր չէր կարող։ Գիտես որ տեսակ։ Հայ եւ քաղաքացու պարտքը։ Ոչ թե հրապարակավ ինչ որ կառավարությանը կամ նախագահային բան կասել, հերախոսը վեկ ուներ կասել, այդ այս հարցի մասին ես սենց եմ մտածում, ինչ կասես։ Այդ տեսակն է պակասել։ Մարդ, որ ասենք զանգի եւ առանց որևէ այնց կաշկանդվածության։ Այդ տիրոջ տեսակի մասին է խոսքը։ Այսքանը։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության եւ այսքան անկեղծ, այսքան սիրով լեցուն մեր մեծ վարպետին Սոս Սարգսյանին մեր հանրությանը եւս մեկ անգամ ներկայացնելու համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Հաղորդումը եզրափակեմ Սոս Սարգսյանի հետեւյալ խոսքերով։ Իմ երջանկությունն այն է, որ ես ապրում եմ իմ ազգի կյանքով, ազգի դժվարություններով, հաղթանակներով ու հաջողություններով։ Ամեն հայ պետք է գիտակցի եւ զգա, որ սա իր երկիրն է, իր պետությունն է, ինքն է սրա տերը։ Հավատարիմ մնանք բոլորս Սոս Սարգսյանի այս մաղթանքներին, մեր երկրին տեր լինենք եւ տեր կանգնենք։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Սոս Սարգսյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։